Կարմիր ծանոցում։ Տասփաստ կարմիր ծանոցում ֆիլմի մասին, որ քչերը գիտեն։ Առաջին, աստղային հոնորարներ։ Գալ Գադոտը եւ Ռայան Ռեյնոլդսը ստացել են առնվազն $20 միլիոն հոնորար։ Դուեյն Ջոնսոնի հոնորարն ավելի բարձր էր, քանի որ նա նաեւ ֆիլմի պրոդյուսերներից էր։ Երկրորդ, դիտումների ռեկորդ։ Ֆիլմը ամենահաջող մեկնարկն է ունեցել Netflix-ի պատմության մեջ։ Առաջին իսկ օրերին ֆիլմը դարձել է top 1-ը աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Երրորդ, Porsche-ի խնդիրը։ Դուեյն Ջոնսոնը պետք է նստեր Porsche տայկանի մեջ, սակայն նրա ուսերն ու մեջքը այնքան լայն էին, որ նա պարզապես չտեղավորվեց մեքենայի մեջ։ Այդ իսկ պատճառով ռեժիսորը փոխեց նկարահանման ձևը, որպեսզի չերևա թե ինչպես է ժայռը դժվարությամբ նստում մեքենան։ Հետևեք ալիքին։ Չորրորդ, Ռայան Ռեյնոլդսի կատակները։ Նկարահանումները հաճախ ընդհատվում են, քանի որ նա այնպես էր ծիծաղեցնում Դուեյն Ջոնսոնին եւ Գալ Գադոտին, որ նրանք պարզապես սկսում էին ծիծաղել կադրում։ Հինգերորդ, կարմիր ծանոցման իսկական իմաստը։ Ֆիլմի վերնագիրը հորինված չէ։ Այն իրականում ամենաբարձր մակարդակի հրամանն է՝ միջազգային հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։ Վեցերորդ, ֆիլմի առանցքը կազմող Կլեոպատրայի 3 ոսկե ձվերը իրականում գոյություն չունեն։ Դրանք ամբողջությամբ սցենարիստների երևակայության արդյունքն են։ Թեև դրանք այնքան իրական տեսք ունեն, որ մարդիկ ֆիլմից հետո սկսում էին Google-ում փնտրել դրանց պատմությունը։ 7-րդ, ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Իտալիայում, բայց COVID-ի պատճառով ամեն ինչ փոխվեց։ Իտալական տեսարանների մեծ մասը նկարահանվել են Ատալանտայում։ Նաև շատ կադրեր նկարահանվել են տաղավարներում եւ համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։ 8-րդ, սցենարի աճուրդը։ Երբ սցենարը պատրաստ էր, հոլիվուդյան բոլոր մեծ ստուդիաները ցանկանում էին գնել այն՝ Universal Pictures, Warner Brothers, Paramount, սակայն հաղթեց Netflix-ը վճարելով ամենաբարձր գինը։ 9-րդ, ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի հսկայական հաջողությունից հետո Netflix-ը պաշտոնապես հայտարարեց, որ դուրս է գալու նաև ֆիլմի երկրորդ եւ երրորդ մասերը միաժամանակ։ Բայց մնում է ֆարսաժի օրը չգցեն, էլի։ Եվ 10-րդ, Էդ Շիրանի հայտնվելը։ Ֆիլմի վերջում նրա հայտնվելը անակնկալ էր շատերի համար։ Նա խաղում է ինքն իրեն եւ կատակում իր հայտնիության մասին, նաեւ նշելով, որ նա նաեւ խաղացել է Գայերի խաղը ֆիլմում։ Հասնում ենք 10,000 հետևորդի եւ սկսում ենք Marvel-ի հետաքրքիր շարքը։